Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ուղղակի ներկայացնել, թե այս ամեն ինչը ինչի համար է իրականացվում։ Շատ է խոսվել, որ ադրբեջանական պահանջով է իրականացվում, շատ է խոսվել, որ թշնամական օրակարգի հետ ամենը ճիշտ է, բայց այս ամենը նաև իրականացվում է վախի ուղերձ փոխանցելու համար։ Ինչ է մեզ ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ուղիղ մեզ ասում է. եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ ուղղակի եկեղեցին պաշտպանելու իր հայտարարության համար կարող եմ իրականացնել նման ապօրինություն, եթե իմ կինը ամենավերջին բառերով իր սոցցանցերում կարող է անդրադառնալ սրբազաններին ու ամենայն հայոց վեհապարին, դուք պատկերացնում եք ձեզ հետ ինչեր կկատարվի, եթե դուք համարձակվեք քննադատել մեզ, եթե դուք համարձակվեք համաձայն չլինել մեզ հետ, այս վախի ուղերձն է փոխանցվում մեզ, բայց ես հարց ունեմ, ինչ պիտի անեք, ինչ կարաք անեք, որ չեք արել, օրինակ ինչ կարաք անեք, ՊՊՑ կարաք կանչեք էստեղից տանեն, արել եք, բանտեր կարող եք նստեցնել, արել եք շատերի նկատմամբ, Սրբույի Գալեյան ուր է, բանտում քանի տեղ կա, Սրբույի Գալեյան քանի տեղ ազատ կա Հայաստանի բանտերում, 1000, 1200, բոլորին չեք տեղավորելու, ինչ ուզում եք արեք, բոլորին չեք կարա տեղավորեք, ուրեմն, ինձ պատասխանում են, որ կտեղավորենք, էլ չեն եք հացնում, հիմա, չեք կարողանալու տեղավորել, ուրեմն ես կոչս ուղում եմ հայ գործարարներին, արձաններ կառուցող գործարաններին, սուպերմարկետների շարքը մեծացնող գործարաններին, իմ դիմաց նստած մեծահարուստներին, վախենալու իմաստը, ուրեմն որն է, վախենալու իմաստը որն է, դուք կարողանալու եք այդ ձեր ունեցվածքը կարողանալու եք պաշտպանել, Ալիևի ու Էրդողանի հետ պայմանավորվելու եք, կարողանալու եք, ուր կորան Արևմտյան Հայաստանի մեծահարուստները, ինչ եղավ իրանց հետ, ունեցվածքը փրկեցին, դուրս կարողացան հանել, գերեզման չունեն անգամ, գերեզման չունեն հիմա, ուրեմն ինչից եք վախենում, ինչ կա ընդհանրապես վախենալու այստեղ, դուք եկեղեցու դեմ Ադրբեջանի պահանջով իրականացվող արշավը քողարկում եք իբր այսպես եկեղեցու կանոնները պաշտպանելու դիրքերից հանդես եկող մարդու իրականացված արշավ, մտահոգ եւ սրտացավ։ Իրականացնում եք Ադրբեջանի Թուրքիայի պահանջով, բայց ասում եք անում են, որովհետեւ երթում են խախտել։ Իմ գործընկերները արդեն հարցրեցին, որ քանի երթումներ եք դուք խախտել։ Ես այլ ձևակերպեմ հարցը, եթե կարելի է անդրադարձեք։ Խոստում ու երթում կա, որ պահել եք։ Հայ ժողովրդին տված խոստում ու երթում, Ալիևին տվածները չեն հաշվում, խոստում ու երթում կա, որ չեք խախտել, չեք վերաբանարել, գետնով տվել։ Հիմա ես ուզում եմ նաև այստեղից դիմել որդիական խոնարհությամբ, ամենայն հայոց վեհապարին, ուզում եմ դիմել բոլոր սրբազաններին։ Սա իսկապես թշնամական արշավ է, որ ձեր դեմ իրականացվում է, բայց ձեզ համար շատ պարզ պիտի լինի, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության համար, եթե անգամ հայ առաքելական եկեղեցու բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, դա ոչինչ է այն հանցանքների առջև, որը դուք իրականացրել եք ձեր թիմով։ Հայ ժողովրդին հիմա չի հետաքրքրում, գնացեք հենց հիմա Բաղրամյանում ցույց անող անհետ կորածների ծնողներին տեսեք, որ հարցն է հետաքրքրում է արդյոք սրբազաններից որևէ մեկը ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտել է, թե իր երեխան որտեղ է։ Հարց ինձ այսօր այստեղ բերող վարորդին տաքսում ագարակից չէր հետաքրքրում կուսակրոն հոգևորականներից որ մեկն է ուխտը խախտում, հետաքրքրում էր հեղուկ գազը ինչու է այդքան թանկացել։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով, ջերմուկում հիմա թուրքերը։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով եք դուք Սոնա Մնացականյանին ավտոյի տակ գցել եւ հեռացել։ Մեր որ մի խնդիրն է այս խնդրի հետ կապված։ Ուրեմն ինչի եք այս խնդիրը արհեստականորեն օրակարգ բերել։ Որ այս հարցերին չպատասխանեք, որ այս հարցերից կարողանաք խուսափել։ Դրա համար հաստատ կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով չի, որ եռաբլուրը մեծացել ու կրկնապատկվել է, ու մենք անվտանգային ճգնաժամի մեջ ենք։ Դրա համար մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին պիտի իմանա, որ հիմա
ինքը ունի ավելի շատ աջակիցներ, քան կարող են պատկերացնել, քան երբևէ երևի ունեցել է։ Երբևէ։ Այդ աջակիցների թիվը Հայաստանում չկա հրապարակ, որ դա կտեղավորի։ Ու դա է հանրային տրամադրությունները։ Ու դա է, որովհետև դուք ում հարվածում եք, ում թիրախավորում եք, իր շուրջ մոբիլիզացիա եք ստեղծում։ Դե երևի դրա համար էլ արժի ձեզ շնորհակալություն հայտնել։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցին պիտի իմանա, որ հայ ժողովրդի մեծամասնությունը իր կողքին է եւ այստեղ որևէ նահանջի տեղ չկա, որովհետև եթե ընդգրկեն շանտաժներին, տեղի կտան այդ շանտաժներին, ուրեմն մենք խոշոր հաշվով ավարայր ինչի համար ենք կռվել։ Եթե Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով վեհապար պիտի փոխվի, եթե Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով սահմանադրություն պիտի փոխվի։ Հիմա ես այստեղ ուզում եմ որպես վերջաբան անդրադառնալ Անահիտ Ավանեսյանը երեք այստեղից խոսեց։ Անահիտ Ավանեսյանը շատ վրդովված էր իր դեմ իրականացված այդ թվում նաև իմ ակցիայից։ Երբ պետական դավաճանությանն է վերաբերվում, այս մարդիկ շատ սառնասիրտ են։ Հենց իրենց դեմ այդ ակցիաների ու գործողությունների համար իրականացվում է որևէ ակցիա, դառնում են փխրուն հոգիներ։ Անահիտ Ավանեսյանը ստում է։ Ոչ մեկ մեր հերոսների նկարները ոչ պատրել է, ոչ իր վրա են նետել։ Անահիտ Ավանեսյանի դեմքին շպրտել են նկարները, որտեղ պատկերված են մասունքները, նահատակների այն տեսքով պահելը, որ ինքը պահել է, ու դա արվել է այն բանից հետո, երբ Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարը երկրի ուշադիր մարդկանց վրա կրակելուց հետո ոչ թե գնացել է վիրավորներին այցելելու, ոչ թե գնացել է հոգատարություն ցույց տալու, այլ ողջունել է ոստիկանների գործողությունը։ Գիտեք, ձեր երեսպաշտությունը սահման չունի, դուք նման եք այն հանցագործին, որ սպանում է իր ծնողներին, հետո դատարանում, որ դա ներկայացնում է իր որբ լինելը որպես մեղմացուցիչ հանգամանք։ Այ էսա ձեր ընդհանուր առմամբ պատկերը։ Դուք զոհը չեք, դահիճն եք։ Ու որևէ բան ազգայնացնելուց առաջ ընդհանրապես առաջին բանը, որ պիտի ազգայնացվի, Հայաստանի կառավարությունն է։ Մինչ այդ Աստված պահապան հայ ազգին ու հայկական պետականությանը։ Հայր մերը չեք ասելու, բա։